Մեկնաբանելու շատ բան չունեմ, դատարանը որոշեց 2 ամսով կալանք, ինչպես հասկացա նաև Վազգեն Սաղաթելյանին, որևէ անակնկալ բան տեղի չի ունեցել, ամեն ինչ ասված է, որևէ խուլիգանության մասին այստեղ խոսք գնալ չէր կարող, որվա վերջին մեկ էլ փոխվեց հերթապահ դատարանների կազմը, ընկավ Մասիվի դատարան, բնականաբար ընկավ Մասիվի դատարանում դատավոր Մասիս Մերքորյանի մոտ, դատավոր Մասիս Մերքորյանն կայացրեց այն որոշումը, որը կարծում եմ բոլորն էլ ակնկալում են, որ կկայացվեր։ Ցավում ենք, բայց մենք մեր համար հասկանալի էր, մենք ավելի շատ խոսում էինք նրա համար, որպեսզի հետագայում բողոքարկման փուլում կարողանանք մեր փաստարկները ներկայացնել եւ ասել, որ այս մասին մենք արդեն իսկ խոսել ենք։ Բավարարման հիմքում ինչ էր գրված։ Չէ, դեռ փաստարկները, հիմնավորումները մենք չենք ստացել, միայն դատարանը հրապարակեց եզրափակիչ մասը, կարծում եմ մոտակա օրերս վաղը երևի թե մյուս օրը, մի խոսքով մոտակա օրերս դատարանը կամ վաղը կամ երկուշաբթի դատարանը կուղարկի, կստանանք, բնականաբար կբողոքարկենք։ Ընդհանրապես ուզում եմ արձանագրել, որ սա եւս մի քայլ էր մեր երկրի իրավական գահավիժման շրջանում, որովհետեւ մարդկանց անվանում են, շատ ներողություն եմ խնդրում, շան լակոտներ, նրանք արձագանքում են, դրա համար արձագանքողները որպես խուլիգան են դատվում, իսկ ասողը, քանի որ ազգային ժողովի նախագահն է, նրա համար որևէ պատասխանատվություն չի սահմանվում, ընդհակառակը նա վայելում է հարկատուների միջոցները։ Սա է հայաստանյան ներկայիս իրականությունը։